Բոլորը գլխապտույտում են Երևան, նկատել եք։ Գրեթե ամեն օր հատկապես փոշով գերազանցում ենք ունենում։ Շտապօգնության ծառայության դեպքերն են ավելանում։ Աղտոտվածության բարձր մակարդակը կարող է նպաստել որոշակի հիվանդությունների զարգացմանը։ Որևէ մի կույտ տերևների այրվեց ժամերով այդ տոքսինները մնում են օդում։ Մեկ անգամից մինչև 3-4 անգամ գերազանցում ենք ունեցել։ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև նոյեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 9253 հրդեհ։ Ամեն տարի աշնան վերջին եւ ձմռանը մայրաքաղաքը ծխի մեջ խեղդվում է։ Դրա հիմնական պատճառներն են տերևների այրումն ու բնակարանների ջեռուցումը փայտի վառարաններով։ Ինչպես լուծել այս խնդիրը։ Դուք թվարկեցիք բոլոր այն աղբյուրները, որոնք պատասխանատու են այդ ամեն ինչի համար, բայց իրականում սեզոնային այս սրացումները կախված են բնական խնդիրների հետ, այսինքն դրանք միայն այդ բոլոր երևույթները Երևանում միշտ կան, ուղղակի մենք տեսնում ենք, որովհետև հիմա մենք ջերմային ինվերսիայի մեջ ենք, այսինքն սառը օդը ծանրացել է կատլավինայի տեսք ունեցող քաղաքում եւ դրա համար աղտոտիչները մնում են եւ օդափոխություն տեղի չի ունենում քաղաքում։ Դրա համար մեր բոլորս զգում ենք եւ տեսնում ենք այն աղտոտիչները, որոնք կլոր տարի մեր հետ ապրում են, ուղղակի մենք միշտ չի որ իրանց նկատում ենք։ Նվազեցնելու համար ռիսկը մենք պետք է ուրեմն աղտոտման աղբյուրները վերացնենք, բայց աղտոտման խնդիրները միայն Երևանում չեն, ամբողջ աշխարհում աշխարհի բնակչության 56-ից 58% ապրում է քաղաքային տարածքներում։ Դա եթե բացարձակ թվերով ասենք, ապա 4 միլիարդ մարդու մասին է խոսքը։ Եթե գանք Երևանի համար, ապա մենք երբ որ խոսում ենք անվտանգության մասին, ապա խոսում ենք Հայաստանի բնակչության 34-ից 37%-ի անվտանգության մասին։ Դրա համար մենք պետք է լուրջ վերանայենք աղտոտման աղբյուրների այն ցանկը, որ մենք ունենք Երևանում։ Բնակչության որ խմբերն են առավել խոցելի եւ ամիսներ շարունակ օդում արկածուխը, ինչպիսի վնաս է հասցնում առողջությանը։ Մթնոլորտային օդի աղտոտումը վերաբերում է բոլորիս, մենք չենք կարող չշնչել։ Հասարակության խոցելի խմբերը ընդհանրապես երեխաները, ծերերը, հղիներն են, ինչու եւ հատկապես մթնոլորտի աղտոտման շրջակա միջավայրի մնացած կոմպոնենտների աղտոտման վերաբերյալ խոսելիս երեխաներին են նշում բոլորը, նաեւ առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մի քանի պատճառներով, որտեղ երեխաները ունեն դեռևս լիովին ձևավորված իմունային համակարգ, դրանով նրանք ավելի խոցելի են արտաքին ազդակների նկատմամբ, մոբիլ չեն, այսինքն հիմնականում ապրում են մեկ տեղում, հաճախում են նույնտեղ դպրոց մանկապարտեզ եւ եթե իրանք ապրում են էկոլոգիական որոշակի պրեսի տակ, ապա իրանք օրվա ամբողջ մասը այդ տարածքում են։ Եվ իհարկե խոցելի խմբերից են նաեւ քրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ, որոնց վրա օդի աղտոտումը նաեւ այս կլիմայական պայմաններում եւ այս ջերմային ինվերսիայի պարագայում ուղղակի ազդեցություն ունի, հատկապես սրտանոթային համակարգի հետ խնդիրներ ունեցող հիվանդների մոտ։ Շրջակա միջավայրի որակը ընդհանրապես քրոնիկ ուրեմն հիվանդությունների սրման պատճառ կարող են դառնալ եւ ոնց որ promoter, այսինքն ուրեմն զարգացող, ավելի զարգացնող։ Շինհրապարակների թերի կազմակերպման համար Երևանի քաղաքապետարանն այս տարի կազմել է վարչական իրավախախտման ավելի քան 300 արձանագրություն։ Մի շարք շինկազմակերպություններ սակայն շարունակում են խախտումներ թույլ տալ։ Օդում փոշու մակարդակի վերաբերյալ ինչպիսի ցուցանիշներ են արձանագրվում եւ ինչպես կարելի է լուծել այդ խնդիրը։ Ցուցանիշների մասին պետք է ասեմ, որ Երևանի մասով շատ գովել է, որ այդ բոլոր տվյալները բաց դրած են, այսինքն ցանկացած մեկը յուրաքանչյուրը կարող է համապատասխան կայքից ստանա այդ տեղեկատվությունը եւ տեսնի, թե մենք ինչ օդ ենք շնչում։ Խնդիրը այդ թիրախավորված չափումները եւ բաները չեն, ցուցանիշները չեն։ Խնդիրը այն է, որ ամեն տարի ձմեռ է գալու Երևանում եւ ոչ միայն Երևանում, այլ Հայաստանում։ Եվ ամեն տարի ինչպես ձյունը, այնպես էլ այս սմոգը մեր մոտ գալիս է անսպասելի։ Հիմա պետք է հասկանալ ոնց ենք մենք պատրաստվում այս ջերմային ինվերսիայի սմոգերին։ Որովհետև գիտենք, որ այո, նաև թույլատրելի սահմանային կոնցենտրացիաները գերազանցող պարունակությունները օրեր ենք ունենալու, ժամեր ենք ունենալու։ Մտահոգիչ չեն։ Ինձ թվում է, եթե սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները գերազանցումներ ունենք, ապա արդեն պետք է մտահոգվենք։ Ինչ ենք անում դրա համար։ Դրա պատասխանը ես չունեմ։ Կարող է լինել, որ վաղ նախազգուշացնում ենք բնակչությանը, նախազգուշացնում ենք ինչ պետք է անենք։ Սահմանափակում ենք օրինակ տրանսպորտային հոսքերը Երևանում, եթե ունեն գործող արդյունաբերական կենտրոններ, շինարարություններ, ապա պետք է գոնե հրաման գնա, որ բոլորը դադարեցնեն իրենց աշխատանքները։
որպեսզի կարողանանք օդի մակարդակը հասցնել այլ մակարդակի, որը առողջության համար վտանգավոր չլինի, եւ հետո նորից կամաց-կամաց քաղաքը արթնանա։ Վերջին տարիներին տրանսպորտային միջոցների թվի աճը, ինչպես նաև շինարարությամբ պայմանավորված մայրաքաղաքում բեռնատար մեքենաների ավելացումը ինչպիսի վնաս են հասցնում մթնոլորտին։ Այո, դրանք իրանց հայտնի ազդեցությունները ունենում են, հա, երբ որ դուք անձեն աչքով կարող եք տեսնել, որ ոչ պատշաճ ծածկված շին աղբ կամ ավազ տեղափոխող մեքենաները ինչ ազդեցություն կարող են ունենալ, հա, օրինակ, չգիտեմ, փոշի տարածեն իրանց ոչ պատշաճ լվացված մեքենաները իրենց հետ տեղափոխեն տարբեր աղտոտիչներ, այդ թվում նաև փոշի։ Ուղղակի փոշին, նորից եմ կրկնում, բոլորիս համար տեսանելի է։ Դրա համար մենք իրենից ենք խոսում, բայց փոշին ոչ միայն ինքը աղտոտիչ է, բայց նաև ինքը իր մեջ կրում է եւ տեղափոխող է այլ աղտոտիչների։ Դրա համար մենք խնդիր ունենք նաև հասկանալու ոչ միայն փոշին ինքը իրանով, այդպես հավաքական, որ չգիտես ինչի մասին ենք խոսում, այլ նաև նրա ուրեմն չափերի հետ կապված խնդիրները եւ նաև քիմիական կազմը։ Երևանում վերջին տարիներին իրականացված ծառահատումները լայն քննադատության արժանացան, որքան հիմնավոր էին դրանք եւ ինչպիսի մեխանիզմով պետք է հին ծառերը փոխարինել նորերով էկոլոգիական խնդիրներից խուսափելու համար։ Երբ որ մենք խոսում ենք Երևանի լանդշաֆտի մասին բնական, մենք պետք է հասկանանք, որ մենք տեղադրված ենք կիսաանապատային եւ չոր տափաստանային գոտում, տարբեր տերասաներով սենց ասած, որտեղ կանաչապատումը պետք է լինի շատ գրագետ եւ զգույշ, ելնելով այդ բնական պայմաններից, այսինքն ծառատեսակները եւ բուսատեսակները պետք է այդ պայմաններին հարմարված լինեն, բայց մյուս կողմից էլ պետք է հաշվի առնենք, որ Երևանը երկար տարիներ գիտության մեջ, գիտական գրականության մեջ նկարագրվում է որպես կենսաերկրաքիմիական անթրոպոգեն միավոր մարզ, այսինքն որտեղ մարդածին գործոնները գերակշռող են դարել քիմիական կազմի որոշման համար։ Եվ այդ բուսատեսակները պետք է նաև դիմակայուն լինեն այդ էկոլոգիական ծանրաբեռնվածությունը եւ ստրեսին։ Դրա համար դուք շատ հաճախ կտեսնեք, որ ծառապատման, կանաչապատման մեջ օգտագործում են այնպիսի տեսակներ, որոնք օրինակ տնկելուց մի քանի շաբաթ հետո լավագույն դեպքում ունենում են ցախավելի տեսք, որովհետև այդ բույսը ուղղակի սովոր չի օրինակ խաչմերուկի ծանրաբեռնվածության տակ աճելու։ Ֆունկցիոնալ կանաչապատումը եւ նաեւ բնահեն լուծումները կարող են ավելի արդյունավետ աշխատել հատկապես մեր տիպի էկոլոգիական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքներում։ Մենք այդ մոտեցմանը դեռևս չենք հասել երկար տարիներ, բացի դրանից, ուրեմն մասսայական ծառահատումը պարզ է, որ բերում է ոչ միայն մթնոլորտային աղտոտման խնդիրների, այլ նաև օրինակ քաղաքներում հիմա շատ կարևոր ջերմային կղզիների առաջացման, որը ամառվա խնդիրներից է։ Մոտ 30 տարի խոսում են Երևանում կանաչ տարածքների պակասի մասին։ Որքան է այժմ մեկ բնակչին հասնող կանաչ տարածքը եւ հնարավոր է լուծել խնդիրը։ Եթե այո, ինչպես։ Ցանկացած խնդիր լուծելի է, եթե կա դրա ճիշտ ձևակերպումը։ Ակնհայտ է, որ կանաչ տարածքների քանակը մեկ շնչին ընկնող ուրեմն մակերեսի հաշվարկով բավարար չէ։ Եվ այնպես չի, որ դրանք ավելանում են։ Մենք ունենք նաև լուրջ կոնցեպտ հասկանում, թե կանաչ տարածք ինչ ենք հասկանում։ Արդյոք մեկ ծառը կանաչ տարածք ենք համարում, գազոնը կանաչ տարածք ենք համարում եւ մեծ կանաչ այգին կանաչ տարածք ենք համարում։ Մենք պետքա դեմքով կանգնենք գիտական բոլոր հետազոտություններին, հասկանանք, որ մենք խնդիրներ ունենք եւ այդ խնդիրների լուծման համար պետք են մասնագետներ, որոնք պատշաճ կկարողանան հաշվել բոլոր թվերը, կունենանք գիտահեն հիմնավորված տվյալներ եւ դրանց վրա փորձենք հասկանալ, թե ինչ կարող ենք անել, հա։ Մենք ունենք եզակի օրինակներ Երևան քաղաքի տարածքի համար, բնահեն լուծումների, կանաչ տարածքների, որը այդպես էլ եզակի օրինակ մնաց, որովհետեւ չկարողացանք տարածել եւ դա վերաբերում էր հատկապես երեխաների ուղղված միջոցառումներին, թե ինչպես նվազեցնենք օրինակ, որից է մի մանկապարտեզի աղտոտման ուրեմն պայմանները։